Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այսօրվա ծրագրում դիտեք։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը քաղաքական դաշտում մեղադրանքները չեն մարում։ Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Որ ասեմ 100% ուրացել են չէ, հա, կարծես թե այսօր էլ եկել էստեղ։ Ինչպես են հայաստանցիները վերաբերում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքական օրակարգից անելու իշխանության որոշմանը։ Կարծում եմ պատմական փաստերը անհերքելի են եւ երբևէ պետք չէ դրանք ժխտել եւ առավել եւս մոռանալ։ Դրա մերժելը կամ անտեսելը իմ համար անընդունելի է։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Փաշինյանին հեռացնելու հարցը հասունացած է համարում։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Ադրբեջանական կրակոցների թիրախում 3 խոզնավարի տներից մեկն էր, տան տղամարդը հրաշքով է փրկվել։ Քնած են եղել օտերից վրայով, այդ տոմուշկակա երեն այլիա դրած, այլին էլ ջարդը։ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը Փաշինյանը սադրիչ եւ հրահրող է որակել։ Դաշնակցությունից կարծում են սա արդարանալու հայտարարություններ։ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարվածներից։ Նա Պուտինին կանգ առնելու կոչ է արել։ Կանգ առեք, Վլադիմիր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է այսօր։ Հազարավոր մարդիկ վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան Թուրքիայում 110 տարի առաջ ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Իշխանության այցելությունը փակ էր լրագրողների համար։ Վարչապետը բավարարվեց ուղերձով, որի մասին քիչ անց կխոսենք։ Ընդդիմադիրները նաև քաղաքական հայտարարություններ արեցին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր վաղ առավոտից մեկնարկած քաղաքացիների հոսքը չդադարեց ողջ օրվա ընթացքում։ Մարդիկ այստեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։ Այստեղ առավոտյան իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նրանց այցի ժամանակ, ինչպես անցած տարի, այս տարի եւս լրագրողների մուտքը հուշահամալիրի տարածք արգելված էր։ Վարչապետի հեռանալուց հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց ամենայն հայոց կաթողիկոսը, վեհափառը այստեղ պատարակ մատուցեց, որից հետո լրագրողների հետ կարճ զրույցում խոսեց օրվա խորհրդից, բայց չպատասխանեց քաղաքական հարցերի եւ չանդրադարձավ եկեղեցու եւ իշխանության հարաբերություններին։ Օրհնություն եւ փառք հոր եւ որդվո եւ օգնույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Այսօր սիրելիներ ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցինք առ Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում եւ իրենց հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին մատուցում են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները։ Այստեղ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր, նաեւս լրագրողների հարցերին պատասխանեց, խոսեց թե օրվա խորհրդից, թե նաեւ իշխանության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրենց ծրագրերից։ Պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք, ոնց ենք, երբ ենք ազատվելու այս իշխանություններից, հավատացած եղեք, որ հավատացած եղեք, ես կարծում եմ այո։ Քաղաքական դաշտում ընտրությունների միջոցով Ես կարծում եմ այո, որ կա հնարավորություն ընտրություններով ազատվել այս իշխանություններից, որը ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես վերջի Գյումրիում եւ Փարաքյարում անցկացված։ Ի տարբերություն Վանեցյանի եւ նրա առաջնորդած քաղաքական ուժի Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այսօր ներքաղաքական հարցերին անդրադառնալու համար ասաց, որ դեռ շուտ է եւ չխոսեց 26 թվականի ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի եւ հնարավոր դաշինքների մասին, բայց Էդմոն Մարուքյանը այսօր խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հղած Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այսօր հղած ուղերձից եւ անդրադարձավ դրա որոշ շեշտադրումներին։ Ձեր ուշադրությունը կհրավիրեմ այսօրվա ուղերձի վրա, որտեղ Թուրքիայի անունը գոյություն չունի։ Միայն Օսմանյան կայսրության մասին է խոսք գնում, բայց վերջին հաշվով մեր անվտանգային ռազմավարության համատեքստում, որպեսզի այլևս երբեք լինի, չէ, չպատժված հանցագործությունը կամ լավ չպատժված էլ չասեմ, հաշվի չառնված, չգիտակցված, ապագայում գոնե պատմական հայացք չնետված հանցագործության հետ կապված կարող է միշտ կրկնվել, չէ՞ դա։ Եվ այդ իմաստով, որպեսզի չկրկնվի, գոնե պետք է ասվի, չէ՞, որ մեր անվտանգային սպառնալիքը որտեղից է գալիս։ Որևէ անատամ քայլ, որևէ ոչ թիրախային մոտեցում մեր հակառակորդի թշնամու մոտ չառաջացնելու համապատասխան ինչ-որ, չգիտեմ, զղջում կամ հավելյալ հարգանք մեր նկատմամբ, որ օրինակ նրանք քայլեր անեն։ Օրինակ եթե դարվում է, որ օրինակ սահմանը բացեն, չեն բացելու դրա համար։ Անմար կրակի մոտ ծաղիկ խոնարելուց հետո լրագրողների հարցերին կարճ պատասխանեց նաև ժողովրդական արտիստ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Անկեղծ ասեմ, քաղաքական հարցերի մեջ միայն անձնական ապրումների մակարդակով եմ կողմնորոշվում, բայց ինձ համար այսօրը սուրբ օր է, ամբողջ զոհերը իրենք սրբադասված են մեր եկեղեցու կողմից, ուրեմն բացի այդ իմ ընտանիքի ողբերգության անցած ճանապարհն է ծնողներիս, հորս եւ մորս, եւ հետեւաբար մեր ընտանիքի օրգանական մասն է այս ամբողջը։ Ես այս գիտակցությամբ եմ գալիս այստեղ։ Պետությունը երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը։ Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն է նաև այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էր։ Հայտարարել է, որ ունեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից փողոցային պայքարով հեռացնելու ծրագիր։ Պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է։ Որ ասեմ 100%-ով ուրացել են, չէ, հա, կարծես թե այսօր էլ եկել է ստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին է։ Ինչ-որ հստակ ծրագիր ունի հանրապետական կուսակցությունը իշխանափոխության ուղղությամբ, ինչ եք ծրագրել, կարող եք։ Մենք առանց ծրագրի չենք գործում, այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակայնացնել։ Բայց մինչև ընտրությունները պատրաստվում, մինչև ընտրությունները փորձում է Նիկոլ Փաշինյանին բերելը կապել ձեր եւ հանրապետականի հետ, եւ դա անում է Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմը։ Գիտեք, ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, 25 տարուց ավելի, և միգուցե դրանով է նաև պայմանավորված, որ ես այս երկրի
ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ։ Այնպես որ զրպարտությունները ինձ չեն զարմացնում եւ ոչ էլ զայրացնում են։ Անկախության հռչակագրի հրաժարումը, որի մասին այսօր բոլոր մակարդակները խոսում են, նաև իշխանական սատելիտները, էլի ուրացման արար է, թե այլ պատճառներ կան, գուցե երկխոսություն, ինչի մասին խոսում են, կամ խաղաղության գործընթաց։ Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել անկախության հռչակագրից։ Ինչու, պարոն նախագահ, հանդակվեն տապալի։ Որովհետև չեն հասցնի։ Ուղղակի չեն հասցնի։ Ուղղակի չեն կարող։ Եթե երկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են խոսում։ Եկեք պայմանավորվենք։ Այդ փողոցային պայքարը երբ է ստացվում։ Լալեն Սիմոնյանը ձեզ ասում է ամբողջովր հայտարարություններ անելուց առաջ հայելու մեջ նայեք, միգուցե ամաչեք։ Ինչ-որ բան կա, որի համար դուք կարող եք ամաչել։ Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած այդ անձնավորությունը, նրա հետ մի 70-80 հոգի, այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որտեղ իրենք կարմիր են, երբ որ նայեն հայելու մեջ։ Նախագահ, ինչու եք համոզված, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ձեր այս հայտարարությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր, ամեն դեպքում ընդդիմությունը չի հաջողել հավարտել, հասցնել նպատակին, վերջնակետին։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Կարծում եք առաջնորդելու փողոցային շարժումը, պարոն Սարգսյան, կարծեցիք լինելու է։ Ով ատառաքելությունը կարողանա ստանձնել։ Իսկ դուք պատրաստ եք ստանձնել երկրի ղեկավարումը նորից, պարոն նախագահ։ Ոչ։ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի նախօրյակին անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ։ Հիմա տեսնենք, թե Փաշինյանի վարչապետության շրջանի ապրիլ 24-յան ուղերձներում հռետորաբանության ինչ փոփոխություններ են եղել, ինչ շեշտադրումներ կային, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացից հետո այլևս չկան։ Եթե անցյալ տարվա ապրիլ 24-յան ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացնում, թե ինչ պետք է անել կամ չանել մեջբերեմ Մեծ Եղեռնի հոգեցնցումը հաղթահարելու համար, ապա այսօր ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում արդեն կարծես պատասխան է ձևակերպում իր այդ հարցին, նշելով, որ ցեղասպանությունը վերապրելու միջոցը Հայաստանի Հանրապետությունն է։ Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության արհավատչան։ Ընդ որում Փաշինյանն իր այս տարվա ուղերձում երկու անգամ շեշտում է, որ այդ ճանապարհով գնալը համարում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը, քանի որ նրանք իրենց քվեով են ձևավորել ներկայիս կառավարությունը։ Ավելին, այդ ճանապարհով գնալը Փաշինյանը համարում է առաքելություն եւ հնարավորություն, որը չպետք է բաց թողնել, եւ վստահեցնում է, որ ժողովուրդը եւ նրա ընտրած կառավարող թիմը, այսինքն իրենք բաց չեն թողնի այդ հնարավորությունը։ Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետև այսպես ենք վերցանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը։ Այսպես ենք վերցանում ձեզնից յուրաքանչյուրի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, ուղերձի ամենաէական կետը Փաշինյանի հենց այս շեշտադրումն է, որով վարչապետը Հայաստանի կառավարության ընտրած այս ճանապարհը նաև ժողովրդի ընտրությունն է համարում։ Նիկոլ Փաշինյանը արտահայտելով իր արդեն բավական հայտնի դիրքորոշումները, նաև հղում է անում հանրային քվեի, մեծամասնության քվեի, ներկայացնում, որ իր այդ մոտեցումները վայելում են հանրային մեծամասնության քվեն եւ նաև ակնկալիք արտահայտում, որ կշարունակվի այդ
այսպես ասենք, քվեի կամ այդ մանդատի հետագա պատվիրակումը։ Այստեղ ես տեսնում եմ բավական նկատելի նախընտրական տողատակ։ Ենթադրում եմ, որ հայ-թուրքական թեմատիկան եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր Նիկոլ Փաշինյանը կփորձի դարձնել իր նախընտրական քաղաքականության եւ նախընտրական արշավի կապիտալիզացիայի ենթակա հարցեր։ Բադալյանը սակայն նկատում է, ուղերձի այդ հատվածը իրականության հետ խնդիր ունի։ Ժողովուրդը Փաշինյանի կառավարությանը 2021 թվականին բոլորովին այլ ծրագրի հիման վրա է ընտրել։ Արձանագրենք, որ այստեղ կա փոքր-ինչ նենգափոխում կամ նվազագույն անճշտություն, որովհետև այն մանդատը, որ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը, այն քվեն, որ նա ստացել է 2021-ին, տրվել է բոլորովին այլ դիրքորոշումների պայմաններում, քան այն, ինչ արտահայտում է Փաշինյանը այսօր, թե Արցախի հարցի վերաբերյալ, թե նաև հայ-թուրքական հարաբերության եւ ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Հետեւաբար փաստական հիմք ասելու, որ հասարակությունը քվե է տվել նրա այսօրվա դիրքորոշումների համար, այն դիրքորոշումների եւ մոտեցումների համար, որ նա արտահայտում է ուղերձի առաջին մասում, ես կարծում եմ մեղմ ասած այդքան էլ ճշգրիտ չէ։ 2021 թվականին խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ ապրիլ 24-յան ուղերձում ի դեպ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ շեշտադրումներ էր անում։ Մատնանշում էր ցեղասպանության մեղավորներին ու պատասխանատուներին, որը մեջբերեմ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն էր, թուրքիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ եւ ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը։ Փաշինյանը նաեւ իր ուղերձում հայտարարում էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ 2021 թվականին նեոպանթուրքիստական սպառնալիք անվանելով տեղի ունեցողը Փաշինյանը նշում էր, որ այդ սպառնալիքի պատասխանը պետք է լինի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը եւ ամուր հզոր դաշնակիցներ ունեցող ժողովրդավար Հայաստանը։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վարչապետի ուղերձում կհիշատակվեն նաև 2022 թվականին վերջին անգամ։ Դրանից հետո 2023 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի ուղերձում սկսում են հնչել հարցեր, ինչու մեծ եղերնը տեղի ունեցավ եւ ինչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար, եւ 2024 թվականից վարչապետը հանգում է կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցման գաղափարին։ Ի դեպ նախագահի էջում մինչ այս պահը որևէ ուղերձ ապրիլի 24-ի կապակցությամբ տեղադրված չէ։ Նշվում է միայն, որ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ նախագահականի կայքեջի Վահագն Խաչատուրյանը միայն մեկ անգամ է ուղերձ եղել ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ընտրվելու տարում 2022 թվականին։ Այսօր զրույցի եմ հրավիրել թուրքագետ Նելի Մինասյանին, Տիկին Մինասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու, մեր ստուդիա գալու համար։ Երբ վարչապետը Տիկին Մինասյան հայտարարում է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, նա այդպիսով չի փակում Թուրքիայի կողմից 110 տարի առաջ կատարվածի ճանաչման թեման ու ոչ միայն Թուրքիային, այլև աշխարհին ձեր կարծիքով ինչ ուղերձ է հղում։ Իմ կարծիքով ուղերձը աշխարհին չի հղված, այլ ուղերձը կոնկրետ հենց մեր հարևանների հետ է կապված, այս դեպքում Թուրքիայի, եւ չի փակում ինքը ցեղասպանության ճանաչման, այսպես ասեմ, գործընթացը։ Զուգահեռ ուղղակի տանեմ, տեսեք առաջին նախագահի ժամանակաշրջանում ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններում չի եղել, բայց ամենամեծ գործն արվել։ Հայաստանում ցեղասպանության թանգարան ինստիտուտ ըստ էության կառույց, որը զբաղվում է խնդրով, խոշոր գիտաժողով 80-ամյակի նվիրված եւ այս կարևոր եւ նաեւ մի շարք խոշոր երկրներ են հենց 90-ականների սկզբնական հատվածում, 90-ականներին ճանաչել, տեսեք մեկը մյուսին չի խանգարել։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություն չդառնալը դա ոչնչով չի խանգարում մեզ, որպեսզի մենք առաջ տանենք մեր հակառակը, մեզ համար ինքը անգամ դիվանագիտորեն գործելու ավելի մեծ դաշտ է բացում,
որովհետև պետությունը ինչ որ առումով սահմանափակ է իր գործողությունների մեջ, իսկ հանրությունը, նույն Սփյուռքը, նույն Հայաստանից գիտնականները եւ այլն ավելի լայն գործունեություն կարող են ծավալել։ Չի փակում թեման։ Այս պահին Թուրքիան ունի ցանկություն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես ավելի շուտ ցանկության տեսանկյունից չէի դիտարկի։ Կան որոշակի քննարկումներ, ավելի շատ մեծ քննարկումներ կան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Հետաքրքիր է, որ թուրքական հասարակության մեջ հնչում են հարցեր, որոնք նախկինում չեն եղել։ Օրինակ, ինչու է սահմանը շարունակում մնալ փակ, եթե մենք կոնկրետ առաջ էինք քաշում Լեռնային Ղարաբաղի հարցը, հիմա չկա, ինչու է սահմանը փակ։ Այսինքն սրանք քննարկումներ են, որոնք որ նախկինում չեն եղել։ Բայց միաժամանակ կա քաղաքական որոշման խնդիրը, որը այս պահին ես չեմ տեսնում, որ մենք Թուրքիան կոնկրետ գնում է այդ ուղղությամբ։ Այսինքն, եթե ունենան քաղաքական որոշում կարգավորել հարաբերությունները, իրենք շատ արագ կգնան դրան, քանի որ չկա տարբեր պատճառներ կարելի է գտնել։ Տիկին Մինասյան, վարչապետը այսօր ուղերձ հղեց, որտեղ նաև Ադրբեջանի հետ սահմանազատումը կապեց Եղեռնի ողբերգությունը վերապրելու հետ։ Ի վերջո Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, սահմանազատումը ձեր կարծիքով ինչու տեղ գտավ այդ ուղերձում։ Անկեղծ ասած անհասկանալի մոտեցում է, որովհետև Հայաստանը, այդ ու նաև այս իշխանությունները հայտարարել են, որ եւ բազմիցս նշել են, ում կարծիքով ճիշտ են արել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործընթացը դրանք առանձին գործընթացներ են։ Իրենք ճիշտ է մեզ միասնական են ներկայացնում իրենց պահանջները, մեր նկատմամբ քաղաքականությունը միասնական համաձայնեցված քաղաքականություն է, բայց Հայաստանի դիրքորոշումն ու Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի այն, որ առանձին պետություն, որտեղ այնուամենայնիվ առանձին պետությունների հետ գործ ունենք։ Հիմա տեսեք, այդ մեջ բերումից ինձ մոտ տպավորություն ստացվեց, որ մենք ենք միացնում հիմա խնդիրը։ Եթե սահմանազատում չենք անում, ուրեմն հնարավոր է ինչ-որ դեպքերի կրկնում։ Մի տեսակ անհասկանալի այս ենթատեքստը դնել ցեղասպանության ուղերձի մեջ։ Թուրքիայի հետ եթե լիներ, գուցե ինչ-որ առումով համաձայն էի, թեև սահմանները ակնհայտ պարզ կան, ուղղակի սահմանների իրավաբանական վերահաստատման հարցն է գնում։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, ես հիշեցնեմ հրավիրել էի զրույցի թուրքագետ Նելին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթառաջ թեժ ներքաղաքական հարց է դարձել Եղեռնի ուրացման թեման։ Տարեսկզբին Փաշինյանի հայտարարությունը, թե դեռ պետք է հասկանալ ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով ենք ընկալել հայոց ցեղասպանությունը, մեծ աղմուկ բարձրացրեց։ Վարչապետը ստիպված եղավ պարզաբանել իր հայտարարությունն ու տարակուսեց, որ իրեն մեղադրում են ուրացման համար։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական օրակարգից հանելու մասին իշխանության հայտարարություններն էլ ընդդիմության դժգոհության մեկ այլ առիթ են։ Հիմա մարդկանց լսենք, Հայաստանի որոշումը այս հարցում ճիշտ են համարում։ Ինչ եք կարծում, պետք է որ Հայաստանը շարունակի պահանջել Թուրքիայից, որպեսզի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Այո, պետք է շարունակի պահանջել ցեղասպանության ճանաչում։ Դրա մերժելը կամ անտեսելը իմ համար անընդունելի է։ Կարծում եմ պատմական փաստերը անհերքելի են եւ երբևէ պետք չէ դրանք ժխտել եւ առավել եւս մոռանալ։ Ուստի մեր պետական քաղաքականությունը պետք է վարենք այնպես, որպեսզի հարի լինի նախ հայ ազգին եւ փաստերը մոռացության չմատնվեն։ Տեղյակ եք, որ եւ վարչապետը եւ արտգործնախարարը հայտարարել են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս առաջնահերթություն չէ, իրենց օրակարգում առաջնահերթություն չէ։ Այո, լսել եմ այդ մասին։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Կփորձեմ որևէ որակավորում չտալ, բայց արդեն նախորդ պատասխանիցս կարելի է ընդհատել, որ իմ կոնկրետ եւ ինչպես մտածող մարդկանց համար առաջնահերթ է, որպեսզի դա մեր օրակարգում լինի։ Իսկ ինչու չի արվում, ինչի օրինակ չենք լսում այլևս պահանջ, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ իրենց քաղաքական օրակարգում ավելի կարևոր հարցեր են ներգրաված իրենց համար, բայց կարևոր հարցերը կոնկրետ մարդկանց համար են կարևոր, այլ ոչ թե ազգի։ Տեղյակ եք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս։ Շատ իզուր պետք է դնել առաջնահերթ այդ հարցը, որտեղ դա ամենայն կարևոր հիմնական հարցերից է մեր պատմությունում, որը հիմա ուզում են ջնջեն ուղղակի մոռանան ու չեղյալ համարեն, այնքանա որ կռիվ չլինի։
որ կոնֆլիկտային իրավիճակներից հեռու մնան հարևան երկրների հետ, օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի հետ կոնֆլիկտային առումով չեզոք լինեն։ Բայց դա դուք անընդունելի եք համարում։ Դա իհարկե։ Պետք է Հայաստանի իշխանությունը շարունակի պահանջել Թուրքիայից, որպեսզի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Հա, ես կողմ եմ, որ պահանջել։ Բնականաբար։ Իսկ տեսնում եք այդպիսի պահանջներ վերջին շրջանում։ Չէ, ես ոնց որ հակառակ ոնց ասեմ, սիտուացիան է։ Այսպես որ ուզում են այնց անեն, որ չլինի, էլի, ջրվի գնա այսպես է։ Ինչու են այդպես ուզում իշխանությունները։ Չեմ կարող ասեմ։ Չգիտեմ, ես իշխանությունը ինչ է ուզում, չեմ կարող ասեմ այդ հարցի պատասխանը։ Կարծում եմ կեղծ օրակարգ է այս ցեղասպանություն ժխտել, չժխտելու օրակարգը։ Ինձ թվում է անկախ նրանից պահանջի, չպահանջի, մեկը անիմաստ գործողություն է, մեր երկրին ոչ մի բան չի տալու դա։ Թուրքիայի ճանաչումը։ Այո։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև նախ եւ առաջ չի ճանաչի առաջին հերթին, երկրորդ հերթին ճանաչի էլ որևէ բան դա մեզ չի տալու։ Ինչու արդարությունը օրինակ կվերականգնվի։ Արդարություն 5 միլիոն հայեր են, ճիշտ է։ Արդարությունը մենք մեր մեջ գիտենք էլի, 1.5 միլիոն հայ սպանվել է, որ երկրները որ ճիշտ են գտել ճանաչել են, որոնք ճիշտ չեն գտել չեն ճանաչել, Թուրքիան էլ կյանքում չի ճանաչի։ Կարծում եմ ավելի լավ է մեր էներգիան ուրիշ տեղ ծախսենք, քան դրա մեջ ներդնենք։ Այսինքն կարծում եք ճիշտ է, որ այսօրվա կառավարությունը որոշել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում այլևս առաջնահերթություն չէ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Միանշանակ ճիշտ։ Դա չի նշանակում արդարացնել ցեղասպանությունն իրականացնողին։ Չէ, դա նշանակում է, որ քո ուժերը դիվանագիտական ուրիշ տեղ ես ներդնում, ավելի նպատակային, որտեղ կարող ես ինչ-որ հաջողություն ունենալ, որտեղ որ չես կարող ունենալ, ավելի լավ է չուղես ուժերդ այդտեղ, որովհետև 30 տարի ուղղել ես, որոշակի երկրներ ճանաչել են, կոպիտ ասած տուպիկային իրավիճակ է, ավելի լավ է առաջ շարժվես։ Այսինքն ավելի լավ է փորձել հարաբերությունները լավացնել Թուրքիայի հետ, քան թե շարունակել պահանջել հայոց ցեղասպանության ճանաչում։ Միանշանակ փակ պայմաններում երկիրը զարգանալու ոչ մի տեղ չունի։ Ավելի լավ է կարգավորել հարաբերությունները։ Ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունը, կառավարությունը պետք է շարունակի պահանջել Թուրքիայից ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Միանշանակ։ Իսկ դուք տեսնում եք վերջին շրջանում այդպիսի քայլեր։ Իհարկե չեմ տեսնում, բայց մի օրվա կառավարությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր։ Այսօրվա կառավարությունը, եթե ինքը չի ուզում տեսնել այն ինչ որ ակնհայտ է, ու նույնիսկ կարող է այդ օգտագործվել որպես գործիք իր դիրքերը ամրապնդելու համար, այդ չի նշանակում, որ հաջորդը չի անելու։ Գիտեք ինչ, այսօր ցեղասպանություն եղավ նաև Արցախում։ Այդ նույն ցեղասպանության շարունակությունն է, որ գնում է, այդ ալիքը գնում է։ 3.5 տարվա գործընթաց թղթի վրա մնացած միջանկյալ պայմանավորվածություններ ու չկարգավորված հարաբերություններ։ Հայ-թուրքական հաշտեցման տարեգրությունն է։ Պոլսահայերին լսենք նրանց կարծիքով ինչն է խանգարում հարաբերությունների կարգավորմանը, որը հայտարարությունների մակարդակով պետք է որ առանց նախապայմանների լիներ, բայց գործնականում անընդհատ կապվում է հայ-ադրբեջանական հաշտության հետ։ Ապրիլ 24-յան ուղերձում Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական խոսքում նախագահը չի նշել, թե ում կողմից եւ ինչու են սպանվել 1.5 միլիոն հայերը, ընդհանրական գնահատական տալով 1915-ից սկիզբ առած իրադարձություններին, ապստամբություններ, համաճարակներ եւ այլն։ Միաժամանակ Էրդողանը պնդում է, անցյալի ցավալի հիշողությունները չպետք է գերի դարձնեն ներկան եւ ապագան, զգուշացնելով, որ նպատակին չեն հասնի նրանք, ովքեր փորձում են պատմական թշնամանք սերմանել եւ խարխլել խոր արմատներով հզոր կապերը։ Ռեջեփ Էրդողանը չի հստակեցնում, թե ում նկատի ունի։ Այն, որ Թուրքիայի առաջնորդը ուղերձում որևէ բառ չի գրել Երևան-Անկարա կարգավորման մասին, ըստ Ստամբուլում լույս տեսնող հայալեզու Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի վկայում է, որ գործընթացը տեղից չի շարժվում։ Բարի ցանկությունների, դրական սպասումների խդացած մթնոլորտում առանց գործնականության գործընթաց է նույն գետի վրա։
Շուտով կլրանա 3 տարին, ինչ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հայկական կողմը 1 միլիարդ դրամով անցակետ կառուցեց, սահմանը մնաց փակ։ Պոլսահայ մեկ այլ Ակոստ շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը համոզված է, քանի չեն կարգավորվել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիան որևէ շոշափելի քայլ չի անելու։ Եվ ես շատ մեծ հույսեր չունեմ, մինչև որ արդեն Բաքուն համոզված չլա այդ հարաբերությունները բնականոնացման կորզին։ Այդտեղ ես կտեսնեմ Բաքուի ձանր թերագադարությունը, որ Թուրքիան ցեվով գալանքի դագ է գարձստե։ Արագ Օչունյանը հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանը մեկնեց Թուրքիա մասնակցելու Էրդողանի երթմնակալությանը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպեցին Նյու Յորքում Թուրքիայի ներկայացուցչությունում։ Արտգործնախարար Միրզոյանն է մասնակցել Անտալիայի դիվանագիտական ֆորումներին։ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներն են հանդիպել սահմանին, բայց միևնույն է, Բաքվի ճնշման տակ սայլը տեղից չի շարժվում։ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ուրեմն բավականին, ասենք, էֆեկտիվ կերպով աշխատում է, Ադրբեջանի ազդեցության պատճառով հնարավոր չի լինում, ուրեմն Թուրքիա-Հայաստան գդրվածքով ինչ-որ առաջ խաղացում արձանագրել։ Թեև պաշտոնական հանդիպումներին հաջորդած հաղորդագրություններում Երևանն ու Անկարան շեշտում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, բայց թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար պայմաններ են դնում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց բացի թուրքական կողմը երբեմն նաև Միջանցքի հարցն է բարձրացնում։ Սյունիքով անցնող այդ ճանապարհը Ադրբեջանը Նախիջևանի միջոցով կկապի Թուրքիային։ Ադրբեջանի Միջանցքի հարց չէ, Հայաստանը շրջապատելու հարց է։ Հետևաբար ինձ համար ադիգա խոսքի արժանի նյութ անգամ չէ։ Այսինքն Հայաստանի կպարտադրեմ, որ ինքնին շրջապակման մեջ պահ է։ Անշուշտ որ Թուրքիան էլ մասնակից այդ ծրագիրին։ Իրենք նույն ախորժակով, նույն աշխուժությամբ այդ պահանջը կներկայացնեն Հայաստանի դիմաց։ Նման պահանջ ներկայացնելը կնշանակի մենք խոսելու գարիք չունենք, մենք հարաբերությունները բարելավելու նպատակ չունենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հետ վերջին հանդիպմանը Թուրքիայի նախագահին նվիրել էր ճանապարհների ապաշրջափակման Երևանի առաջարկը, խաղաղության խաչմերուկ նախագծի գրքույկը։ Այն ենթադրում է երթուղիների օգտագործում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքներով։ Անդրադառնալով երեք Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն, որը վարչապետ Փաշինյանը դատապարտել է, պոլսահայ գործիչները հիշեցնում են, որ իրենք հիմա այդ դրոշի ներքո են ապրում։ Գողմերը իրարու զգայունությունները փորփոքելով այս խնդիրները պիտի չկարողանան հաղթահարել։ Ադիգա մանկական միամիտ շարժում է, ոչ մեկ նշանակություն ունի։ Ինքնակոհացման բարձ միջոց, ամենաըստորին, ամենաբարձ միջոց։ Վերջին տարիներին Ստամբուլում այլևս չեն անցկացվում ապրիլ 24-յան բողոքի ակցիաները։ Հայկական պարբերականների խմբագիրները բացատրում են, իշխանություններն այլևս չեն արտոնում այդ հավաքները, ներքաղաքական բևեռացվածությունը Թուրքիայում խիստ աճել է, ազգայնականությունը թափ է հավաքում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ադրբեջանական կրակոցների թիրախում 3 խոզնավարի տներից մեկն էր, տան տղամարդը հրաշքով է փրկվել։ Քնած եմ եղել օտերից վրայով, հետ տոմուշկակա, վերեն այլ յատարած, այլին էլ ջարդ։ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը Փաշինյանը սադրիչ եւ հրահրող է որակել։ Դաշնակցությունից կարծում են սա արդարանալու հայտարարություն էր։ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարվածներից, նա Պուտինին կանգ առնելու կոչ է արել։ Կանգ առեք, Վլադիմիր։ Գիշերն անհանգիստ էր սահմանի Սյունիքի հատվածում։ Խոզնավարցի ընտանիքը հրաշքով է փրկվել ադրբեջանական կրակոցից։ Հայաստանի կոչը նույնն է, հետաքննել բնակելի տան գնդակոծման փաստը, հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, որն ադրբեջանցիները 1 ամսից ավելի նաև մյուս թիրախավորումների դեպքում անպատասխան են թողնում։ Ես քնած էի, ննջասենյակ,
Ուղղակի ես քնած էի, ինձ էլ երկու երախոս ունեմ, այդ տումուշկա ունեք, էլի դրին վրան։ Տրմբոցը լսեցի, ես ասի երևի երախոս էին գալ։ Ձերս տանեմ տումուշկան տեսնեմ չի երախոսն ու տեղնա։ Կինս էլ այն ժամանակ կողնումներ։ Փամփուշտը խոզնավարչի Ռուբեն Խաչատրյանի տան պատուհանին է դիպել։ Երեկոյան 10:20 էր ինքը քնած կինը խոհանոցում, երբ ընտանեկան անդորը խախտեց ադրբեջանական զինուժը։ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղի տնից ադրբեջանցիների դիրքերը 1-ից 2 կիլոմետր են հեռու։ Կինս եկավ թե կրակեցին էլի, ասի թե կրակեցին։ Փողոցում տղաները նեղացնեն, որ իր ձեր պատին տրակեց։ Ասեն դե տրակեց, ինչ անեմ տրակեց։ Հետո լույսը վառեց, ես նայեց տեսա պատուհանն է, մեր Եվրոպատուհանը, անցքը բացել է, ճաքել է էլի, նոր իմ վրայով որտեղ որ քնած են եղել, օտերից վրայով այդ տումուշկակա վերեն այելի է դրած, այելին էլ ջարդել։ Կրակոցների տակ ապրելու սովոր 73-ամյա տղամարդն ասում է, եթե պարկած չլիներ այլ նստած, փամփուշտը հաստատ կվնասեր իրեն։ Լավ որ քնած են եղել էլի, պարկած են եղել։ Պուլիա, մեկն են գտել, հայելու փշրանքներն է, պատուհանին լրի թափած է, էլի պետք է նայեն դրա համար, թողել եմ նույն ձեի մնացել է, տեղաշորը դե չեմ հավաքել, նույն ձեի ոնց որ քնել եմ մնացել է։ Չնայած Երևանից ննջասենյակը խառնաշփոթի մեջ է, իրենք էլ անհանգստացած, բայց տարեց ամուսինները հաստատակամ են, հարազատ տնից ոչ մի տեղ չեն գնա։ Դե ինչ անեք, չէ։ Յուղից ոչ մի տեղ չեմ գնա։ Բայց իմ ապու պապերի, իմ հորս մորս գերեզմանից որտեղ թողեմ գնալ։ Ինչ ուզում ալնի, ստեղ եմ մնալու։ Ոչ մի տեղ չեմ շարժ։ Նույն տոնն է մնալու է։ Երևանից դեպքի վայրը նույնությամբ պահպանող ընտանիքում սպասում են, որ պատասխանատուները գան արձանագրեն, նկարել են վնասված պատուհանը, այս ու այն կողմ ընկած իրերն ու փոխանցել պաշտպանության նախարարությանը։ Ռազմական գերատեսչությունը դեպքից 1 ժամ անց հաղորդեց կրակոցի ու վնասված պատուհանի մասին, հավելելով, որ տուժածներ չկան։ Խաչատրյանները խոզնավարում վերջին 1 ամսում ադրբեջանական զինուժի առաջին թիրախը չեն։ Ապրիլի 19-ին եւս ադրբեջանական կողմը կրակել էր խոզնավարի ուղղությամբ, վնասել Ռուբենի համագյուղացու Կարինե Հակոբյանյանի տանտանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված խոզնավարի ու խնածախի բնակիչներն արդեն 1 ամիս է գիշերներն անցկացնում են կրակոցների ձայնի տակ։ Խնածախում էլ ադրբեջանական գնդակները հասել են գյուղապետի տուն ու մշակույթի տուն։ Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցող վարչապետ Փաշինյանը առավոտյան դատապարտել է խոզնավարի Ռուբեն Խաչատրյանի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ արել քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։ Պաշտպանության նախարարությունն էլ նորից հիշեցնում է Երևանի առաջարկը ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այն մինչ օրս անպատասխան է թողել։ Ադրբեջանական կողմի կրակոցները սկսվեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց մի քանի օր անց։ Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ 1 շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Չնայած այս հայտարարությանը, 3 վարչապետի թիմակից Վահագն Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ Բաքուն էսկալացիայի է ձգտում։ Ընդդիմությունից հայտարարում են բանակցված, բայց դեռ չստորագրված փաստաթղթից դուրս Բաքուն պահանջներ ունի, փորձում է սպառնալիքի ներքո հասնել դրանց կատարմանը։ Բաքուն հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի սահմանադրությունն ու չի լուծարվել Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ միջազգային հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները դատապարտող վարչապետի խոսքերը նրա մամուլի խոսնակը փոխանցեց լրիվ այլ հարցի շրջանակներում, երբ Armen Press-ը Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքներ փորձել ճշտել ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելու։ Իշխանամերձ լրատվամիջոցներում դեռ երեկվանից ադրբեջանական վերջին կրակոցները ուղիղ կապվում էին դրոշներ վառելու ակցիայի հետ։ Չնայած դրանք հնչում են 1 ամսից ավելի եւ սա քաղաքացիական շինության թիրախավորման առաջին դեպքը չէր։ Պահանջում ենք բոլորին հիշել եւ հարգել այդ հիշատակը։ Նաեւ ինչու՞ չէ Նիկոլ Փաշինյանը։ Պատմությունը երևի լավ չգիտեմ։ Նիկոլ Փաշինյանը։ Երևի տենց եմ կարծում։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող այս մարդկանց բարգացրել է Հայաստանի ղեկավարի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է դաշնակցականների բողոքի ակցիան, որ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ Մեկը լինի իրան դատապարտի։ Անընդունելի անպատասխանատու ինքն է արել։
Սխալ արել, որ դատապարտել ամենակ այդ կարող եմ ասել։ Այ մարդ, քեզ վարչապետ են դրել, քո գործից խոսա։ Վարչապետի մամուլի խոսնակն է պետական Armenpress-ին փոխանցել Փաշինյանի խոսքերը, թե հարևան երկրների դրոշներն այրելը անընդունելի սադրիչ արարք է։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Սահման բարոյականություն այլևս չկա։ Դաշնակցական պատգամավոր Գեղամանուկյանը չի հիշում, որ նախորդ տարիներին Փաշինյանը երկրի առաջին դեմքի դիրքերից դատապարտել այդ ակցիան։ Նրա տպավորությամբ Փաշինյանը շտապել է Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ արդարանալ, թե դրա հետ կապ չունի։ Ավելի շատ երևի իր տերերին Թուրքիային եւ Ադրբեջանին ուղղված հղումա, որ կներեք, ես դրա հետ կապ չունեմ։ Վարչապետը այդ նույն տեքստով միաժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կրակոցների Սյունիքի ուղղությամբ։ Դատապարտել է ու կոչ արել, որ Ադրբեջանը քննի իր իսկ կրակոցներն ու պարզաբանի։ Ադրբեջանական կրակոցներն ու դրոշ այրելու ակցիան հավասարեցնելը անբարոյականություն է։ Ադրբեջանին արդարացնելու քայլ քննադատում է ընդդիմադիր պատգամավորը։ Մի կշեռքի երկու նժարի վրա է դա դնում, ուղղակի բարոյական որևէ բացատրություն դրան չկա։ Ամեն տարի ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին հազարավոր հայեր երթով բարձրանում են Ծիծեռնակաբերդ, ջահերով երթի ընթացքում ընդդեմ Թուրքիայի, ժխտողական քաղաքականության այրում են Թուրքիայի դրոշը, 44-օրյա պատերազմից հետո նաև Ադրբեջանի դրոշը։ Դրոշ այրելը իրականում քաղաքական ակտ է, որ տարբեր երկրներում իրականացվել է։ Իդեպ երեք երեկոյան հայտի փաստաբաններից մեկը Վարազդատ Հարությունյանը օրինակ էր բերել Միացյալ Նահանգներից, երբ որ Միացյալ Նահանգների քաղաքացին այրել էր Միացյալ Նահանգների դրոշը բողոքելով Ռեյգանի քաղաքականությունից, դատապարտվել էր, հետո Միացյալ Նահանգների գերագույն դատարանը համարել էր քաղաքացու բողոքի արտահայտման իրավունքի իրացում եւ արդարացրել էր Միացյալ Նահանգների քաղաքացուն։ Դե չի կարելի, հրահրում են, չէ՞։ Հրահրում են, չի կարելի։ Այս տղամարդը համաձայն է Փաշինյանի հետ դրոշ այրելուն դեմ է ու կարծում է, որ դա կարող է գրգռել Ադրբեջանին ու Թուրքիային, հակառակորդին դրդել գործողությունների։ Այս դրոշը վառելը մեր թշնամուն գրգռում է, բայց մենք չենք ուզում էլի նոր պատերազմը, հերիք այլ է զոհեր տանք։ Պատերազմը դրա հետ չի կապված։ Պատերազմը ավելի խորի բան ունի, արմատներ ունի։ Ես չեմ դատապարտում, ոչ էլ գովաբանում եմ, ասենք։ Այդ ամեն բոլոր դեպքում շատ, եթե մտածենք, մի քիչ հետադիմական է, կարող վառել, ինչ որ մի գիրքը ճղել կամ սխալ բաներ այլ է։ Բոլոր դեպքում դրանով չի որոշվում։ Միևնույն է, իրանք իրանց քաղաքականությունը տանելու են, բայց մենք որպես քաղաքակիրթ երկիր չպետք է նմանվենք իրանց։ Մեզ հանդիպած այս կինն էլ է դեմ, որ դրոշներ այրելով բողոքեն Թուրքիայի քաղաքականության դեմ։ Կարծում է Փաշինյանը որպես պաշտոնյա ճիշտ է արել, որ դատապարտել է։ Բայց որպես հայ սխալ։ Դրոշների այրումը, այո, ինքը որպես այդպիսին ցանկալի երևույթ չէ, բայց մենք չենք հասկանում ինչի մասին է խոսքը։ Մենք գիտենք, չէ, որ տեղ է ունեցել ցեղասպանություն, դարել է մի երկիր պետություն, որը մինչ այսօր չի ճանաչել, չի ընդունում եւ չի դատապարտել։ Ապրելու երկիր կուսակցության ղեկավար Մանեթ Հանդիլյանին չի զարմացրել, որ Փաշինյանը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը դատապարտում է Թուրքիայի դեմ հայերի բողոքի ակցիան։ Փաշինյանն էլ իր հարցերով սպասարկում է Թուրքիայի ժխտողական օրակարգը, պնդում է Հանդիլյանը։ Մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին եւ հայ զոհերի մասին, նրանք հարցականներ ունեն, թե ինչու է դա տեղի ունեցել, նրանք հարցեր ունեն։ Այն որ դրա փոխարեն պիտի խոսի ադրբեջանական ագրեսիայի մասին եւ Արցախում էթնիկ զտման մասին, որը նաեւ հայոց ցեղասպանություն չճանաչելու հետևանք է, դա թողած նա խոսում է ակցիայի մասին, որ իրականացրել են քաղաքացիներ։ Ընդդիմադիր գործչի տպավորությամբ վարչապետն այդ դատապարտող խոսքերով հաջողացել է Թուրքիային։ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հանդիլյանի արժանապատիվ չէ եւ նաեւ այդ պատճառով է տապալվում նրա խաղաղության օրակարգը։ Հիմա միջազգային անցուդարձի մասին հրադադարի բանակցությունների ֆոնին զոհեր Կիևում ռուսական զանգվածային հարվածների տակ են հայտնվել նաև ուկրաինական մի շարք այլ բնակավայրեր։ Ռուս-ուկրաինական կարգավորման նախաձեռնող Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր դժգոհությունը չի թաքցրել, կոչ անելով Պուտինին մեջբերեմ կանգ առնել։
Ուկրաինական հակամարտության կարգավորման բազմակողմ քննարկումների ֆոնին ռուսական զինուժը գիշերը բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Կիևի վրա։ Կա 10 զոհ, 80-ից ավելի վիրավոր, այդ թվում 6 երեխա։ Սա Կիևի վրա անցած տարվա հուլիսից ի վեր ամենամահաբեր հարձակումն է։ Ռուսաստանը հարվածել է նաեւ Խարկովին եւ Պավլոգրադին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին կիսատ է թողել Հարավային Աֆրիկա այցը եւ վերադարձել։ Կիևի բնակիչ Վիկտորիա Բակալը պատմում է, որ անսպասելիորեն միացել է օդային տագնապը եւ նույնիսկ չեն հասցրել հագնվել բնակարանից դուրս գալուց առաջ։ Պայթյունները մեկը մյուսի հետևից էին տեղի ունենում։ Բոլոր պատուհանները փշրվեցին։ Ամուսինս ու տղաս մյուս կողմ շպրտվեցին։ Ուրիշ բան չեմ հիշում։ Ահա թե ինչպիսին է իրավիճակը։ Կարևորը ողջ ենք։ Նատալիա Էրաստովան էլ պատմում է, որ պայթյունից փլուզվել են բնակարանի առաստաղը, պատերը, հրաշքով է փրկվել։ Միջանցքում զգեստապահարանը եւ կողքի բնակարանի պատերից մեկը ընկան վրաս։ Սենյակում հարևան բնակարանի պատը եւս փլվեց։ Ամեն ինչ շարունակվում էր ընկնել, փլուզվել։ Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Վլադիմիր Պուտինին, հայտարարելով դժգոհ է, որ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը հարվածում է Կիևին, ապա կոչ է արել դադարեցնել կրակը։ Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից, դա անհարկի եւ խիստ անտեղի է։ Կանգ առեք, Վլադիմիր, շաբաթական 5000 զինվոր է մահանում։ Եկեք ավարտին հասցնենք խաղաղության գործարքը։ Երեկ էլ Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի նախագահին էր քննադատել, ասելով, թե Զելենսկին դժվարացնում է հակամարտության կարգավորումը, երբ հայտարարում է, որ Ուկրաինան երբեք Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչի։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, դա կարգավորման ամերիկյան առաջարկներից է, որոնք Ուկրաինային ներկայացվել են անցած շաբաթ Փարիզում։ Զելենսկին պարծենալու ոչինչ չունի, իրավիճակն Ուկրաինայի համար սարսափելի է։ Նա կարող է հասնել խաղաղության կամ կարող է պայքարել եւս 3 տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը, պնդել էր ԱՄՆ նախագահը։ Թրամփն ավելի ուշ ասել է, որ նախատեսում է մայիսի 13-ից 16-ը Մերձավոր Արևելք կատարելի կայցից անմիջապես հետո հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Axios-ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, թե ինչ օրակարգով չի նշվում։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պետք է ուժեղացվի Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, որպեսզի այն դադարեցնի Ուկրաինայի դեմ ագրեսիան։ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լոնդոնում 3 ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը եղել է կառուցողական եւ պատրաստվել է խաղաղության ծրագրի նոր տարբերակ, որն արդեն դրվել է Թրամփի սեղանին։ Я вважаю, що сьогодні цей формат, цей документ Կարծում եմ այսօր այդ փաստաթուղթը նախագահ Թրամփի սեղանին է։ Ցանկացած բան, որ հակասում է մեր արժեքներին կամ մեր սահմանադրությանը, չի կարող ներառվել որևէ համաձայնագրում։ Нашій Конституції не може бути в будь-яких домовленостях. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, թե չի կարելի ակնկալել, որ նախագահ Զելենսկին կընդունի հրադադարի պայմանները, քանի դեռ Կիևը հրթիռակոծվում է։ Այս ֆոնին Կրեմլի խոսնակն ասել է, որ շարունակելու են ռազմական գործողությունները, ապա հավելել, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ իր շահերը պաշտպանվեն կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների փոխնախագահի երեկվա հայտարարությանը, որ առաջընթաց չգրանցվելու դեպքում Միացյալ Նահանգները դուրս կգա բանակցություններից, Դմիտրի Պեսկովն ասել է. Наверное, неправильно сейчас говорить, если что будет. Թերևս ճիշտ չէ հիմա ասել, եթե այսինչ բանը տեղի ունենա։ Եկեք ելնենք նրանից, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել ամերիկյան կողմի հետ։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության հասնելու ջանքերը շարունակելու վրա։ Нацелены на продолжение усилий по достижению мира. Ռուսական կողմն իր հերթին այսօր հայտարարել է, որ ուկրաինական զինուժն ամբողջ օրն անօդաչուներով հարվածել է Լուգանսկի Կրեմեննայա բնակավայրին։ Ռուսական զինուժը նաև պնդում է, որ Դոնեցկում եւս մեկ գյուղ է գրավել։ Կիևն առայժմ չի արձագանքել։ Վատիկանը հայտնում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիշատակին նվիրված 9-օրյա սուգ հայտարարելու մասին, որը կմեկնարկի ապրիլի 26-ին հուղարկավորության օրը։ Մինչ այդ Վատիկանում հանդիպումներ են անցկացնում կարդինալները քննարկելու պապի մահին հաջորդող քայլերը։ Կոնկլավի ամսաթիվը, որի ընթացքում կարդինալները կընտրեն նոր պապ, դեռևս հայտնի չէ։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կանոնների համաձայն այդ գործընթացը պետք է սկսվի պապի մահից հետո 15-20 օրվա ընթացքում։ Այսքան այս թողարկման համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Լուրերը թարմացվում են azatություն.am կայքում, գտեք մեզ սոցցանցերում, YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով։ Հաջողություն։